Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հայերու ցեղասպանության որբերը մարդասիրական ողբերգություն միջազգային իրավական խնդրի կենտրոնը։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 10-րդ նիստը առանցքային քննարկումներով։ Լիտվայի Սեյմի պատվիրակությունը այցելած է Ծիծեռնագապերտի հուշահամալիր։ Մալաթիայի մշակութային հիշողությունը։ Ֆիլադելֆիո մեջ պիտի բացվի հայկական ժառանգության քայլը նվիրված հայ-ամերիկյան ժառանգության։ Բռնակրաված Արևմտյան Հայաստանի մեջ ռադիոգայանը զրկված է արտոնակրեն։ Բեյրութի մերձակայքը անհայտ հանգամանքներով հրթիռ մը ինգած է։ Անտարամ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան գկրե։ Ավելի քան 1 դար անց հայերու ցեղասպանութենեն, որ իրականացված է Արևմտյան Հայաստանի մեջ, երկար ժամանակ միջազգային քննարկումներեն դուրս մնացած հարցը դարձյալ կբարձրացնվի մեծ ուժով։ Խոսքը տասնյակ հազարավոր երեխաներու մասին է, որոնք իրենց ընտանիքներու համագարկված ոչնչացման հետևանքով դարձած էին որբեր։ Մարդասիրական ողբերգութենեն բացի այս որբանոցները այսօր կհանդիսանան միջազգային իրավական բանավեճի առանցքային դար պետություններու պատասխանատվության հարցին մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին մերձավոր արևելքի պատկերը կբնորոշվեր ցնցիչ իրականությամբ։ Տասնյակ հազարավոր հայ երեխաներ կթափառեին առանց ընտանիքի, լալով դեղահանություններու, կոտորածներու եւ սուրյական անապատով մահվան երթերու փրկվածներ։ Այս իրավիճակը դիմակրավելու համար ձևավորվեցավ աննախադեպ միջազգային մարդասիրական ցանց։ Գազམ་ագերբություններ, ինչպես Nearest Relief-ը, եվրոպական եւ ամերիկյան աջակցությամբ ստեղծեցին լայնածավալ որբանոցներու համագարկ Արևմտյան Հայաստանեն մինչև Սուրիա, Լիբանանեն մինչև Արևելյան Հայաստան եւ նույնիսկ մինչև Հունաստան։ Ալեքսանդրապոլի մեջ այժմ Գյումրի, Հալեբի կամ Լիբանանի Ջբեյլի մեջ նման վայրերու մեջ այս երեխաները կհավաքվեին, կխնամվեին եւ կգրտվեին։ Ալեքսանդրապոլի մեջ մինչև 30,000 երեխա կապաստաներ։ Վերջին պատմական հետազոտությունները գարելիություն կուտան ճշգրիտ կարդեսակրելու այս համագարկը։ Հստակ կզադորոշվին 3 կոդիներ, ոչնչացման կոդիներ, հիմնական Արևմտյան Հայաստանի մեջ, ուր ընտանիքները կբնաճնչվեին։ Տրանզիտի կոդիներ, հատկապես Սուրիո մեջ, ուր փրկվածները կհավաքվեին։ Վերագառուցման կոդիներ, Լիբանանի, Հայաստանի կամ Հունաստանի մեջ, ուր որբանոցները կապահովեին անոնց խնամքը։ Այսօր որբանոցները այլևս չեն դիտվիր միայն որպես մարտահրավերական հաստատություններ։ Շատ իրավաբաններու համար անոնք կհանդիսանան հայ ընտանիքներու համագարկված ոչնչացման անուղղակի, բայց զանգվածային ապացույց։ Տասնյակ հազարավոր որբերու գոյությունը պատահական երևույթ մը չէ։ Ան կվկայե գազམ་ագերբված ոչնչացման գործընթացի մասին, կնշե միջազգային իրավունքի մասնակետը։ Երեխաներու հարցը առավել ըսկայուն է, քանի որ անոնց մեջ շատերը արևանկված են, իսլամացված կամ բռնի կերպով ցուլված։ Այս երևույթը կհամապատասխանե ժամանակակից միջազգային իրավունքի այն սահմանումին, որ 1948 թվականի կոնվենցիան կբնութագրե որպես երեխաներու հարգադիր տեղափոխում, ցեղասպանության փաղաքացուցիչ գործողություն։ Այս փաստերը այսօր կնպաստեն ավելի լայն իրավական քննարկման, պետություններու միջազգային պատասխանատվության վերաբերյալ, ներառյալ այն ժամանակվան Օսմանյան կայսրության դաշնակից տերությունները։ Միջազգային արտարադատության դատարանը կդիտվի որպես ամենեն հարմար մարմինը նման վեճերու քննության համար։ Ան կրնա թիմում ստանալ ովևէ պետութենե կամ հանդես գալ խորհրդատվական կարծիքով ՄԱԳ-ի միջոցով։ Հարգելի հայրենակիցներն ու ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ 2026 թվականի մարտ 25-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 10-րդ նիստը։ Միացայն ընդունվեցավ օրագարկը, ապա քննարկվեցան շարք ընթացիկ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեցավ Արևմտյան Հայաստանի մշակած ռազմավարության եւ անոր շուրջ հանրային արձագանքներուն։ Քննարկվեցավ նաեւ կառավարության առաջարկած կամավոր հանքանակություններու նախաձեռնությունը, որ նպատակ ունի ձևավորելու միասնական եւ պատասխանատու ֆինանսական հիմք կամավոր մասնակցությամբ։ Անիկա հնարավորություն կուտա թե Արևմտյան Հայաստանի քաղաքացիներուն, թե սփյուռքի հայրուն աջակցելու պետականաշինության գործընթացին եւ գտիդվի նաեւ որպես ազգային համախմբման կարևոր մեխանիզմ։ Նիստի ընթացքին անդրադարձ եղավ նաեւ փուն հայկական, նախաքրիստոնեական դոմարին վերաբերող հարցերուն, շեշտելով պատմական աղբյուրներու վերարժևորման եւ ժամանակակից գիտական մոտեցումներու գիրառման անհրաժեշտությունը հայկական ժամանակրական համագարկի ավելի ճշգրիտ վերաիմաստավորման համար։ Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերություններու հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելած է Ծիծեռնագապերտի հուշահամալիր։ Armen Press-ի հաղորդմամբ այս մասին նշված է ազգային ժողովի դարածած հաղորդակցության մեջ։ Պատվիրակության անդամները ծաղիկներ զետեղած են հայերու ցեղասպանության զոհերու հիշադակը հավերժացնող անմար գրագի մոտ, հարգելով սուրբ նահատակներու հիշադակը։ Մալաթիայի մեջ քարե եկեղեցի եւ 3 խորան անուններով ջանցված դաշխորոն եկեղեցին տարեր շարունակ բաբանված է, հաղթահարելով դժվար ժամանակաշրջաններ եւ մնալով քաղաքի բազմամշակութային անցյալի կարևոր խորհրդանիշներեն մեկը։
Գառույցը կգտնվի Եշիլյուր շրջանի Չավուշօղլու թաղամասին մեջ եւ գառուցված է ենթադրաբար հայկական համայնքին կողմէ։ Ան կհատկանշվի քարի մշակման բարձր բարբերությամբ եւ յուրահատուկ ճարտարապետությամբ։ Մուտքը արևմտյան կողմն է մարմարով զարդարված, իսկ արևելյան կողմը ունի գլխավոր խորան շրջապատված 4 փոքր խորաններով։ Մեծ գմբեթը կհենվի 4 զանգվածային սյուներու վրա եւ կհավասարակշռվի կլանացեւ թաղերով։ Դարիներու ընթացքին հրթեհները, բնական աղետները եւ մարդկային ավերածությունները մեծ վնաս հասցուցած են եկեղեցին։ Ոչնչացած է քարե բարձրականդակներու մեծ մասը, մգրդարանը գրեթե ամբողջությամբ քանդված է, իսկ բադուհաններն ու մուտքերը հետակային աղյուսով փակված են։ Այս վնասներու հետևանքով եկեղեցին երկար ժամանակ մնացած է լքված։ Ֆիլադելֆիո մեջ աշխարհահռչակ տանկարանի հարևանությամբ շուտով պիտի բացվի Armenian Heritage Walk-ը, հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող պատմական զբոսուղին։ Նախագիծի առաջին փուլը պիտի նվիրվի ապրիլ 24 եւ 25-ին ի հիշադակ հայրու ցեղասպանության եւ ի պատիվ հայ ամերիկացիներու ներդրումին։ Ցերնակներու ընթացքին պիտի ներկայացվի նաեւ երիտասարդ մհեր առասպելական գերբարի վերականգնված արձանը։ Արձանը առաջին անգամ ցուցադրված էր 1976-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներու 200-ամյակին առիթով եւ գխորտանշե հայ ժողովրդի հավատն ու խիզախությունը։ Բացման միջոցառումները պիտի սկսին ապրիլ 24-ին միջհամայնքային եկեղեցական արարողության Ֆիլադելֆիո մայր դաճարին մեջ։ Ապրիլ 25-ին տեղի պիտի ունենա զբոսուղի պաշտոնական բացումը եւ առաջին փուլի ներկայացումը, իսկ երեգոյան հանդիսավոր գալա։ Գալայի ընթացքին գերազանցության մրցանակներով պիտի մեծարվին հայ ամերիկյան համայնքի շարք նշանավոր ներկայացուցիչներ։ Նախաձեռնությունը կնպատակադրի պահպանել հայկական մշակութային ժառանգությունը եւ ընդգծել հայ ժողովրդի ներդրումը ամերիկյան հասարակության զարգացման մեջ։ Թուրքիո կողմէ բռնագրաված Արևմտյան Հայաստանի մեջ շուրջ 2 տարի տևած ստադական գործընթացը փոխանցված է պետական խորհրդին։ Գործը կվերապերի եթերով հայրու ցեղասպանություն արտահայտության օգտագործման։ Թադարանը մերժած է ռադիոկայանի հայցերը, թեև արտահայտության անհատական օգտագործումը դիտարկած է որպես խոսքի ազատություն, նույնը չէ գիրառած ռադիոհեռարձակման բարակային։ 1995-ին հիմնադրված Աչիկ ռադիոն շուրջ 2 տարի առաջ զրկված է երկրային հեռարձակման արտոնագրեն։ Ամեն ինչ սկսած էր 2024 թվականի ապրիլ 24-ին եթերով հնչած հայրու ցեղասպանություն արտահայտութենեն, որմե ետ Թուրքիո ռադիոյի եւ հեռադեսիլի բարձրագույն խորհուրդը դուքանքներ սահմանած եւ 5 անգամ գասեցուցած էր հաղորդումներու հեռարձակումը։ Հետագային որոշումները չկատարելու պատճառաբանությամբ խորհուրդը ետ կանչած է արտոնակիրը։ Ռադիոգայանը նշած է, թե տեխնիկական պատճառներով չեն ցանոթացած գասեցման ժամկետներուն եւ չեն գործած համապատասխան քայլեր առնել։ 2024 թվականի հոկտեմբեր 16-ին երկրային հեռարձակումը դադարեցված է, իսկ նոյեմբեր 8-ին սկսյալ ռադիոգայանը կգործե առցանց։ Ռադիոգայանի հիմնադիրներեն մեկը գործընթացը գոչած է ակնհայտ անարդարություն, նշելով, որ թադարանները բազմաթիվ փաստարկներուն կպատասխանեն միայն օրենքի համաձայն ձևակերպումով։ Իրավաբան Ումիդ Ալտաշի համաձայն թադարանը խոսքի ազատությունը կճանչնա անհատական մագարտակի վրա, բայց ոչ լրատվամիջոցի համար, ինչ որ լուրջ խնդիր է Թուրքիո անկախ լրատվամիջոցներուն համար։ Գործը կդիտվի որպես խոսքի ազատության կարևոր փորձություն, հարց բարձրացնելով, թե արդյոք լրատվամիջոցը կգրնա ազատորեն օգտագործել պատմական ու քաղաքական նշանակություն ունեցող արտահայտություններ։ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի արևելյան շրջանին մեջ հրթիռը ինգած է բաց տարածքի մեջ, վնասելով շարք ինքնաշարժներ եւ գրպակը։ Զոհեր եւ վիրավորներ չեն արձանագրված։ Ըստ նախնական տեղեկություններուն հրթիռը հավանաբար արձակված է իսրայելական ռազմական օդանավեմը։ Դեպքի վայրը առաջացած է մեծ փոս, իսկ տեսանյութերուն մեջ կլսվի նաեւ ռազմական օդանավի ձայնը։ Լիբանանի անվտանգության ուժերը շրջապակած են տարածքը։ Տեղական աղբյուրներու համաձայն հարվածը նպատակային չէ եղած, իսկ անոր պատճառները կմնան անհայտ։ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը կհաղորդե, որ բանակի ինժեներական ստորաբաժանումը զննած է տարածքը եւ հաստատած, որ հրթիռը ինգած է ընկերություններեն մեգումը ինքնաշարժերու գայանադեղի մոտ, վնասելով բազմաթիվ ինքնաշարժները եւ ստեղծելով խոր փոսմը։ Ավելի գանուխ որոշ լրատվամիջոցներ սխալմամբ տեղեկացուցած էին, թե հարվածը տեղի ունեցած է մոտակա Մանսուրիե շրջանի բնակարանի մեջ։ Դեպքի ժամանակ բնակիչները լսած են բայդում եւ տեսած սև ձուխ, մինչ իսրայելական կողմը դակավին պաշտոնական մեկնաբանություն չտված։ Անտարամը հայտնի բուժիչ բույսմն է եւ լայնորեն կգործածվի ժողովրդական բժշկության մեջ։ Անհատկապես կգնահատվի իր օգտակար ազդեցության համար լյարդի եւ մարսողական համակարգին վրա։ Անտարամը կգրնա օգնել կարգավորելու արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նպաստելով անոր նվազեցման, կփարելավեն նյութափոխանակությունը եւ ունի հակապորպոկային ազդեցություն։ Սակայն պետք է հիշել, որ զայն օգտագործել է առաջ ցանկալի է խորտակցիլ բժիշկի հետ, քանի որ երկարատև կամ սխալ գործածությունը կգրնա առաջացնել կողմնակի ազդեցություններ։
Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։